Երբ կարելի է վիրահատել կատարակտը եւ երբ պետք է սպասել։ Կատարակտը ունի զարգացման մի քանի շրջան՝ սկսվող, ոչ հասուն, հասուն եւ գերհասուն։ Երբ կատարակտը գերհասուն է, մարդը կարող է տարբերել լույսը մթից։ Իհարկե, այդ վիճակին հասնել պետք չէ։ Հասուն կատարակտի դեպքում մարդը կարող է տարբերել մարդկանց առարկաների ուրվագծերը, դռան տեղը, պատուհանի տեղը։ Տարբերությունն ակնհայտ է, որ չկա տեսողության որակ։ Ինչ վերաբերում է սկսվող կատարակտին, ապա այս դեպքում մենք առաջնորդվում ենք բացառապես բուժառուի զգացողություններով։ Եթե բուժառուն հայտնում է, որ իր համար առկա տեսողությունը բավարար է, ապա մենք կարող ենք սպասել, խնդիր չկա։ Իսկ եթե բուժառուն նույնիսկ ոսպնյակի աննշան փոփոխություններով հայտնում է, որ իր համար առկա տեսողությունը բավարար չէ եւ ցանկանում է տեսնել ավելի լավ, ապա կրկին խնդիր չկա։ Ներկա պահին առկա բարձր տեխնոլոգիաներով ցանկացած շրջանում վիրահատել կատարակտը խնդիր չի ներկայացնում։ Ընդ որում, վերջին շրջանում մենք իրականացնում ենք նաև լրիվ թափանցիկ ոսպնյակների փոխարինում արհեստականով ռեֆրակցիոն նպատակներով, օրինակ բարձր աստիճանի կարճատեսության կամ հեռատեսության դեպքում, երբ տեսողության լազերային կորեկցիայով վիրահատելը կամ հակացուցված է, կամ նպատակահարմար չէ։ Այսինքն իրականացնում ենք թափանցիկ ոսպնյակների փոխարինում արհեստականով ավելի լավ ու պարզ տեսողություն ունենալու նպատակով։ Եվ կախված տեղադրվող ոսպնյակի տեսակից հնարավորություն ենք ստանում բարելավել բուժառուի տեսողությունը տարբեր հեռավորությունների վրա։ Դրանով իսկ կոմպենսացնելով առկա ամետրոպիան, այսինքն կարճատեսությունը կամ հեռատեսությունը կամ աստիգմատիզմը կամ բոլորը միասին։